Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը Իրանի և Իսրայելի հակամարտության համատեքստում, նաև ԱՄՆ հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին։ Երկու նախագահները շեշտել են, որ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Ռուսաստանն ու Ֆրանսիան հատուկ պատասխանատվություն են կրում տարածաշրջանային խաղաղության և միջուկային զենքի չտարածման հարցում։ Կարևորվել է Իրանի խաղաղ ատոմի զարգացման իրավունքը հարգելը և ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ շարունակվող գործակցությունը։ Պուտինն ու Մակրոնը համակարծիք են եղել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը և Մերձավոր Արևելքի հակասությունները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Քննարկվել է նաև ուկրաինական հակամարտությունը։ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ, շեշտելով երկարաժամկետ և համապարփակ համաձայնության անհրաժեշտությունը, հիմնված նոր տարածքային իրողությունների վրա։ Ուկրաինայի հարցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նա կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել հրադադար և սկսել բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համապարփակ ու կայուն կարգավորման հասնելու համար։ Երկու նախագահները շարունակելու են շփումները նաև այս հարցի շուրջ։ Ռուսաստանի Դաշնությունում ազատ է արձակվել հուլիսի 1-ին Եկատերինբուրգում բերման ենթարկված Ադրբեջան-Ուրալ կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին։ Նա ազատ է արձակվել որպես վկա հարցաքննությունից հետո։ Շիխլինսկին և նրա որդին ձերբակալվել էին հուլիսի 1-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի իրավապահները փորձում ձերբակալել նրան, երբ վերջինս փորձում էր մեքենայով հեռանալ։ Իրավապահները կոտրել են նրա ավտոմեքենայի կողային ապակիները, ավտոմեքենայից դուրս էին հանել Շիխլինսկուն և նրա որդուն ու ձերբակալել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Զելենսկին տեղեկացրել է նաև, որ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ հայտնել իր աջակցությունը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը։ Նա նաև նշել է, որ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, էներգետիկ և հումանիտար ոլորտներում գործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են տնտեսական գործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել։ Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, որոնք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբերհանցագործության կասկածանքով։ Դատարանից ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ կալանավորված Ռուսաստանի քաղաքացիների վրա բռնության հետքեր կան, հատկապես դեմքի հատվածում։ Նրանցից մի քանիսի հագուստների վրա կան արյան հետքեր։ Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր Սպուտնիկ Ադրբեջանի խմբագրական խորհրդի ղեկավարին եւ գլխավոր խմբագրին։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնեց Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Առաջարկված համաձայնության ընթացքում, ըստ Թրամփի, աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջինական առաջարկը։ Հուսով եմ, հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության Համասը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի չի լավանալու, ամեն ինչ ավելի է վատթարանալու, գրել է ԱՄՆ նախագահը։ BBC-ն հաղորդում է, որ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իսրայելը միանգամայն պատրաստ է հրադադարի, սակայն առայժմ պարզ չէ, արդյոք Համասը կընդունի առաջարկված համաձայնագրի պայմանները։ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային Բայդենի ղեկավարման ժամանակ խոստացված որոշ զինատեսակների մատակարարումը, քանի որ Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամերիկյան պահեստները զգալիորեն նվազել են։ Այս որոշումը կայացվել է Ամերիկայի շահերն առաջնահերթ համարելու սկզբունքով, ըստ Սպիտակ տան խոսնակ Աննա Քելիի հայտարարության։ ԱՄՆ զինված ուժերի հզորությունը կասկածից վեր է, պարզապես հարցրեք Իրանին, ասել է Քելին, հողում անելով վերջերս Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացրած ամերիկյան ռմբակոծություններին եւ հրթիռային հարվածներին։ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 66 միլիարդ դոլարի զենք եւ ռազմական օգնություն 2022 թվականի փետրվարից ի վեր։ Թուրքիայում անտառային հրդեհները չեն դադարում։ Երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ 3 նահանգում ավելի քան 50,000 մարդ է տարհանվել։ Հրդեհների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Իզմիրի օդանավակայանի աշխատանքը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ մի քանի գյուղ ամբողջությամբ այրվել է։ Թուրքիայում հրկիզումների մեղադրանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել։